Եվ վերջում ենք մեր ննջեցյալներին ցանկանում ենք թեկուզ մահվանից հետո նորից օգտակար լինել։ Ես շատ հաճախ ասում եմ, թե հարազատը նա է, որ նեղության մեջ իր բարեկամին ուզում է ձեռք մեկնել, չէ, հարազատ ասած հասկացողություն է դա, եթե չի ուզում նեղության մեջ ձեռք մեկնել, ինչ հարազատ։ Եվ այդ սպասելու վիճակն էլ այս կամ այն չափով էլի նեղություն է։ Եթե մենք այստեղ կողքին ենք եւ կարող ենք նյութական առումով ձեռք մեկնել կամ կողքը գնալ եւ խոսքի առումով ձեռք մեկնել, այստեղ է կարանք մենք ձեռք մեկնել։ Մեր աղոթքի շնորհիվ, այսինքն զրույց անենք Աստծո հետ նրա մասին։ Մեր հայր սուրբերից մեկը հեռու էր, հազարից մեկ իրար հետ խոսում էինք, որ խոսում եմ, ասում է հայր սուրբ ջան, ախր այնքան հեռու ես, կապ չկա, բան չկա, հազարից մեկ եմ կարող քո հետ խոսամ, ասում է դե ոչինչ, երբ որ ուզում ես իմ հետ խոսաս, իմ մասին Աստծո հետ խոսա, այսինքն ինձ համար աղոթք արա։ Ուրեմն սա տեսեք, եթե սա բերում ենք մեր նյութին ենք առնչեցնում, ինչ ասում, մենք ուզում ենք մեր ննջեցյալի հետ զրուցենք, բայց հնարավորություն չունենք։ Եկեք իր մասին զրուցենք Աստծո հետ, այսինքն իր մասին աղոթք անենք։ Այո, մենք կարող ենք մեր ննջեցյալի անունով, մեր ննջեցյալի կողմից բարիք գործել, բայց կա մի հատ ավելի մեծ բան, որ մենք կարող ենք անել մեր ննջեցյալի համար։ Դա Աստված որ մեկն է մեր համար անի, մեր կյանքը քրիստոնյա դարձնել։ Որովհետև մենք որպես մեր ննջեցյալի հետ կապված նրա պտուղը կամ չգիտեմ, այդ գերդաստանից լինելը եւ այլ, մենք ինչքան բարի լինենք, դրանով նաեւ կարող փաստվի, որ արմատն էլ է բարի, էլի, որ պտուղը բարի է։ Ինչքան մենք քրիստոնեական կյանք ապրենք, այնքան ավելի մեր աղոթքներն ու մեր խնդրանքները ծանրակշիռ պիտի լինեն։ Մի հատ հոգևորական կար, ոչ մեր եկեղեցուց, նույնիսկ այսպիսի մի արտահայտություն էր արել, որ ննջեցյալների համար կարանք էլ չաղոթենք։ Ինչու՞, որովհետև մենք էլ հոգևոր են բարձր աստիճանի վրա չենք, որ աղոթենք ննջեցյալի համար եւ այդ աղոթքը ննջեցյալի համար ինչ-որ բան նշանակի։ Մի քիչ հիասթափեցնող է, որոշակի ճշմարտություն իր մեջ կա, որոշակի, բայց այսպիսի sense հիասթափեցնող արտահայտություններ պետք չի անել։ Դե փառք Աստծո, դրա համար էլ մեր եկեղեցուց չի էլի։ Բայց սրանից ինչու եմ ասում որոշակի ճշմարտություններ կա, որ մեր ոչ միայն մեր համար, այլ նաև մեր ննջեցյալի համար դրական է, երբ որ մենք քրիստոնեական կյանք ենք ապրում, երբ որ մենք բարի կյանք ենք ապրում։ Ուրեմն մտածում եմ, պակաս բան չասեցի, քամիսն աժամ։ Նորից ետ վերադառնանք, քրիստոնեական կերպարը նա է, շատ լավ գիտեք, որ ամեն օր պատրաստվում է Աստծուն դիմավորելու։ Օրինակ շատ հետաքրքիր է մի փաստ, որ Աստծուն դիմավորելն է մահն է, էլի, չէ՞։ Այս աշխարհի մահը չի, Աստված որ եկավ, այս աշխարհի մահն եղավ։ Մեր կյանքը այնպիսին, ինչպիսին որ մենք հիմա ապրում ենք, այդպիսի կյանք չի պիտի լինի։ Ինչպես որ ասենք Պողոս առաքյալն է ասում, որ նրանք ովքեր որ կենդանի պիտի լինեն, պիտի հափշտակվեն, բայց նաև աստվածաբանորեն մեր եկեղեցու հայրերը ինչ-որ sense մեկնություն են ուզում տան, որ նույնիսկ նրանք ովքեր որ Հիսուս Քրիստոսի գալուստի ժամանակ կենդանի պիտի լինեն, այնուամենայնիվ մահ պիտի ճաշակեն, ակնթարթային կլինի, մի պահ կլինի, բայց բոլորը մահ պիտի ճաշակեն։ Աստվածամայրն ինքն է մահ ճաշակել, չեմ կարծում Աստվածամորից բարձր մեկը կա, որ մահ չճաշակի։ Ինչևէ, երբ որ մենք կիրակի օրը գնում ենք պատարագի, ոչ միայն գնում ենք հաղորդություն ստանալ, ասեմ ձեզ, ոչ միայն գնում ենք հաղորդության մեղքերի թողություն ստանալ, ոչ միայն գնում ենք կիրակի օրը պատվելու համար, այլ նաև գնում ենք, որովհետև սպասում ենք, որ այդ օրը կարող է Քրիստոս գա, հենց այդ օրը,
ըստ մեկնողական գրականության Քրիստոս գալու է արևելքից, դրա համար է նաև դրա համար է, որ մենք դեպի արևելք ենք աղոթում եւ մեր խորաններն էլ դեպի արևելք է եւ Քրիստոս պիտի գա Կիրակի օրը պատարագի ժամանակ։ Պատարագի ժամանակ Քրիստոս գալիս է։ Քրիստոսը պատարագվում։ Քահանան քահանայա, որովհետեւ զոհաբերություն ան, զոհաբերում է Քրիստոս, պատարագվում է Քրիստոս, իր մարմինն ու արյունն է Քրիստոս դուրս տալիս եւ քահանան է զոհաբերության քահանան է։ Բայց նաև մենք Կիրակի օրը գնում ենք Քրիստոսի գալուստին սպասելով։ Այսինքն գոնե ամեն Կիրակի եկեղեցի գնալուց մենք պետք է հավատանք, որ դա մեր կյանքի վերջի օրն է։ Դե Աստված ինչքան որ կտա։ Եվ բնականաբար ամեն օրը ապրելով վերջին որպես վերջին օր, սա է քրիստոնյայի ընթացքը։ Դժվար է այս ընթացքը, բայց սա է քրիստոնյայի ընթացքը։ Ուշադրությունը պահպանել դրա վրա դժվար է, բայց էս է, ժողովուրդ ջան։ Ուստի, եթե մենք կարծում ենք մահվան մասին խոսացինք Հարության օրը, մի օր հրյաների ասում եմ, Եհովայի վկաների մոտով ասում եմ, ավակ շաբաթներ, թերթոններ են բաժանում, հրավիրում են Քրիստոսի մահը տոնելու, տոնելու Քրիստոսի մահը, ասում եմ երեք, ասում Քրիստոս հարություն առավ, ասում են հա, ասում ընդունում եք, որ Քրիստոս հարություն առավ, ասում հա, ասում բայց ես ասում եմ Քրիստոս հայրավի մերվելոս, խիչ եք ասում օրինալ է Քրիստոսի հարությունը, ուրախ չեք, որ Քրիստոս հարություն առավ, դե ասպա ուրախ ենք, ասում բայց խիչ եք ասում օրինալ է Քրիստոսի հարությունը, մահվան մասին խոսում են, որովհետև այսօր, որովհետև Քրիստոս հարություն առավ։ Քրիստոս հարություն առավ, ինչպես Եփրեմ ասորեն ասում է, մարդը մեղք գործեց եւ արդարացի էր դրա անկումը։ Քրիստոս հարություն առավ եւ արդարացի է մարդկանց ոտքի կանգնելը, այսինքն հարություն առնելը։ Էսա մեր հույսը, հարությունն է մեր հույսը, նաեւ հարությունը նաեւ մեր սարսափն է, որովհետև մարդիկ կան հարություն կառնեն հավիտենական կյանքի համար, մարդիկ հավիտենական մահվան համար։ Այսքանը ժողովուրդ ջան, հարցեր ունեք, թեև ասեք։ Աշխարհում էր, երբ որ խաչվեց, երբ որ հարություն առավ, ասավ, որ ես պիտի գամ, չէ, երկրորդ անգամ պիտի գամ։ Այն որ ասավ, ես պիտի գամ, նաև երկու բան ասավ, որ մարդկանց սիրո պակասությունից անօրինությունը կշատանա։ Նաև ասաց, որ պատերազմներ պետք է լինեն, նաև պետք է անհավատություն լինի, ընտանիքի մեջ բաժանումներ եւ շատ այսպես ասենք վատ բաներ ասավ, որ առօրյայի համար, այսինքն Քրիստոս գալու է եւ ոչ թե գալու է լավ օրից, մարդը մի լավ օրիչ էր, որ Աստված մարդացավ։ Եվ Քրիստոս է պետք է գա, ոչ թե նահմա, որ մի լավ օրի ենք, էլի, որպես դատավոր գա։ Եթե լավ օրի ենք, դատավոր չի գա, որպես եղբայր, որպես ընկեր, որպես հայր, սիրող հայր կգա։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ մարդկությունը գնում այդ ճանապարհով, եւ դա միշտ պիտի լինի։ Ուղղակի այստեղ երկրորդ հարցը կա։ Օրինակ, այսօր Եհովայի վկաների հետ մի հատ կին խոսում էր, ասում էր, չեմ հասկանում, դու ձեր ազգանունը Յանով չի վերջանում, որ ըստե կանգնել եք այսքան մեր երկին ուրանում եք եւ այլ։ Եկեք ասենք մի բան, այո, իրանք մոլորված են։ Իրանց ազգանունը Յանով է վերջանում, վստահ եմ ես։ Բայց իրանց վերևինների ազգանունը հաստատ Յանով չի վերջանում, Օղլիով է վերջանում, որովհետև չէ, նայ, ասեմ ձեզ, իրանց մարդուն մոլորեցնելը շատ հեշտ է, մոլորեցնելը, դե դուք բացառություն, մարդուն մոլորեցնելը շատ հեշտ է, գիտեք, մոլորված են, ավելի ես ձեզ ասեմ,
Մոլորված չեն ավելի տեր հայրը, փող են ստանում, փող են աշխատում։ Դե դրանցից որ մեկին տեսակ տենց Մայբախով կամ չգիտեմ Մերսեդեսով մանր։ Բայց ոչ չեն ցուցադրում։ Այն մենխեջ մարդը տեսել եմ ձմեռը մի տակ սարոշկով սա բանը կաշտումը հակած սարսափում էր։ Փող ստանում են, ոչ ոք չի ասում փող չեն ստանում։ Բայց որտեղից են այդ փողը ստանում, եթե սա օրով դուրսը կանգնած է։ Դե լավ, եթե ենթադրենք իրանց վերևներն են իրանց փող տալի, չէ՞։ Այդ վերևինների, այսինքն այդ բուրգի տրամաբանությունը ենթադրում է, որ ներքևները անհատապես իրանց պիտի ավելի շատ փող տան, քան թե իրանք թույլ տան այդ փողը լսվի։ Այն վերևները, չգիտեմ, 7 հոգի, 12 հոգի են, ինչ է։ Այդ վերևները, որոնք որ ընտյալներ են իրենց համարում, որոնք որ այդ 144,000-ի մեջ են իրանց ենթադրում, իրանք ապուշ չեն եւ իրանք այնպես չի որ իրանց գումարը հենց պիտի բաշխեն էլի, այսինքն տալիս են այնքան, ինչքան որ իրանց պետքա գոյատևելու եւ երբեմն չեն էլ տալիս։ Ասում են գնա կեսօրով աշխատի միտեղ, կեսօրով աշխատես ինչ պետք է վարձատրվես։ Որ գազ մեզնից այդ թերթոններն առնես, որպես բարեգործություն տանես մարդկանց բաժանես։ Ուսաղորներ ընդե կանգնես։ Եվ ավելին ես ձեզ ասեմ, իրանց համար վտանգավոր է, որ այդ մարդը գնա աշխատի, որովհետև մարդ կճանաչի, աշխարհայաց կճանաչի։ Սովորելն է չեն սովորում։ Ունեն միջնակարգ կրթություն եւ վերջ, ուրիշ բանը չեն սովորում։ Սովորում են իրանց ժողովներում, հավաքույթի տեղերը, ոչ թե սովորում են այլ ուղեղի լվացում ագն։ Ուղղակի ինձ համար ցավը ո՞րն է, հայ երիտասարդը այդքան նվիրում ունի, որ կարա ձմեռը մի տակ սարոշկով, վերնաշապիկով ընդե կանգնի հանուն գաղափարի։ Եվ այս երիտասարդին մենք կորցրել ենք։ Որ ինքը կարար հանուն գաղափարի եկեղեցու համար կամ հանուն գաղափարի պետության համար, բայց ինքը հանուն գաղափարի հակապետական մարմինի համար։ Դե մի Եհովայի վկաներից չենք խոսում։ Բայց դա միշտ լինելու է։ Իսկ եթե միշտ լինելը կներեք, էլի Ֆրանսիայից տարիներ առաջ եւ Եհովայի վկաներին հազարներով վտարեցին եւ մորմոններին եւ մյուս։ Վերջ ինչ է։ Ճախպը եկան լսվեցին ստեղ։ Մենք ընդե չկա։ Մենք այդքան չունենք, էլի։ Մենք ընդե չկա ոչ մի ա։ Չէ, բայց Ռուսաստանում էլ են մեծ մասամբ հարկերված։ Այդ ինչ են հենց ստեղ վերում։ Դա մեծ քաղաքական հաստատված դա եկան։ Հա, ասեք, այս այդ եք ասեք, ասեք։ Իրանք ընտրեն նորից։ Դե չգիտեմ դե։ Իրանք իրանց անհետեթությանը շատ ավելի հետևողական են լա իմաստով միգուցե կարճած։ Կանցել ենք մեր այն մեղքից ու մեղքի նկատմամբ կատեգորիկ վերաբերմունք չկա տես հաստատում, մենք մեր մեղքը չենք տեսնում։ իմաց ասնել է։ Այ մի քիչ որ իրանցից սովորենք մեր մեղքի նկատմամբ վերաբերմունքը տես ոնցոր տերն է սովորացնում կատեգորիկ լինենք, եթե գայթակղացնում է կրնիքեցի, եթե լիքը հարցեր կլուծվի։ Միանշում։ Օրինակ մի հատ նախքին Այս պաթետիկ հարցեր, ասենք, բապետական, ազգային, հաստատ սկսեք չտարել։ ասեմ ձեզ, մի հատ նախքին Եհովայի վկայի հետ խոսում, որ ինքը Եհովայի վկաների մեջ եղերան նույնիսկ առաջնորդ, ասում դուք վստահ կարող կլինեք, որ Եհովայի վկան երբեք ձեզ չի խաբի։ Եթե դուք ունեք Եհովայի վկա հարևան, կարող տան դուռը բաց թողեք ու վստահ եղեք, որ այդ Եհովայի վկան ձեր տանից գողություն չի անելու։ Վստահ եղեք, նախքին մի հատ Եհովայի վկա։ Հա, դուք հավատում եք, հա։ Դե չգիտեմ, ես օրինակ սենց մի բան գիտեմ, նայ, Ջորջ ջան, սենց մի բան եմ ուզում։ Այո, այսպես մի բան ասեմ ձեզ։ Եթե մենք այս 3 միլիոն մարդս, դե լավ, ավելի բա, 2.5 միլիոն մարդս, որում ենք 3000 Եհովայի վկա է եկել, մենք չունենք այդ, ես տենց եմ կարծում, չունենք այդ իրավունքը մի մարդ իսկ կորցնելու, որովհետև ավելի, և ուստի, չէ, սպասեք, և ուստի ինձ համար,
ավելի կարևոր է Եհովայի վկային հետ բերել, քան Եհովայի վկային քշել։ Քանի հատ եք բերել։ Ոչ մի հատ։ Նրանք փողի մեռած են։ Լավ չճանաչեցին, ճանաչելը ինքը ոնց ասեմ շատ գեղեցիկ իմաստ ունի եւ եթե մենք Քրիստոսին ուզում ենք ճանաչել եւ ընդհանրապես ճանաչել Աստվածային իրան, այդ լինում է Սուրբ Հոգու միջոցով։ Աստված ճանաչողություն չէ, էլի ճանաչել բառնա։ Կարանք ասենք, կարանք տարբեր ձևով մոտենանք հարցին։ Նախ, հեռու էին մարդիկ։ Էմավուսի աշակերտները քայլում էին, մարդը շորերը փոխել, չգիտեմ, հարություն առած Քրիստոսներ, իրանք էլ այդ բաների տակ էին, մտքերի տակ էին, չճանաչեցին, կամ Քրիստոս հենց ինքն էր ուզում անճանաչելի լինել այդ դրվագը մեզ հրանցնելու համար, բայց նաև դեռևս Սուրբ Հոգու էջքը չէր եղել իրանց վրա, որպեսզի այդ ամբողջությամբ ճանաչեն։ Ինչպես որ մեր Տերը ասում է, ուրախ պիտի լինեք, չէ՞ որ ես գնամ, որ Աստված մխիթարի Սուրբ Հոգին գա, որ ձեզ ամեն ինչ կսովորեցնի։ Ուրեմն եւ բացի դա Քրիստոսին ճանաչելը դա Աստված ճանաչողությունն է, որի համար քրիստոնյան ամեն օր փառք տալի Աստծուն, որ ինքը ճանաչել է։ Այսինքն ինձ թվում է ավելի ճիշտ կլինի այս հարցին պատասխանել, որ դեռևս Սուրբ Հոգով լցված չէին դրա համար մի կողմից չէին ճանաչում, չէ՞։ Մյուս կողմից Թովմասին ասում է, դե արի տես, Թովմասը միանգամից ասում է եւ ուշադիր լինեն, Թովմասը այն առաքյալն է, ով հարությունից հետո առաջինը ավետարանում է ձևագրել, ավետարանի մեջ նշված, առաջի առաքյալն է, որ Տեր եւ Աստված հավանեց Քրիստոսին հարությունից հետո։ Ասում է տես, ասում է Տերին եւ Աստվածին։ Բայց դե ուրիշ նաեւ գեղեցիկ մի փաստ կա, երբ որ Պողոս Պետրոսին ասում է սիրում ես ինձ, չէ՞։ Եվ որ ասում է սիրում ես ինձ, ասում է դե ուրեմն արածացրու իմ գառներին։ Եթե սիրում ես ինձ համար մեծ շքեղ չգիտեմ ինչ է եւ ոչինչ չեմ ուզում այս անես, այն անես, ինձ համար է անես, այլ արածացրու իմ գառներին։ Նաեւ այդ է իմ կարծիքով եւ կարծում եմ ես չեմ շփոթվում։ Այլ հարցեր, որ իսկ թեմայի վերաբերյալ հարցեր իմ հետ շատ ակապված։ Փառք ասում, որ մի օր լինի ես չլնեմ ինքը պիտի պատրաստ լինի դրան։ Մենք շատ ենք կախված այս կյանքից, շատ ենք մենք տպած այս կյանքին։ Չգիտեմ դա ոնց եղավ, որ այդ ձև եղավ, երևի շոշափելի ավելի այս կյանքը։ Բայց վստահ պիտի լինի, կա Աստված, կա հավիտենական կյանք, որը որ մեր համար Քրիստոս նախապատրաստել է, ոչ թե հավիտենական կյանքն է մեր համար նախապատրաստել, այլ բոլոր իրեն հավատացողների համար Քրիստոս նախապատրաստել է հավիտենական հանգիստը, օթևանները։ Վստահ եղեք ընդ ավելի լավ պիտի լինի, շատ ավելի լավ պիտի լինի։ Այդ մարդիկ ամեն ինչ անում են, տունտեղ ծախում են, որ գնան ամերիկաները, եվրոպաները, ռուսաստանները, որ իրանց համար լավը լինի։ Վստահ եղեք ընդ ավելի լավ պիտի լինի, եւ ընդ ավելի լավ է։ Մնում արժանի։ Ուրիշ հարցեր։ Իսկ այդ գերեզման օրնեք պետք է հաճախակի արվի կամ կարգ գերեզման։ Գերեզմանի կարգը թաղման ժամանակ կատարվում է խաչի նշանով կնիքները դրվելով գերեզմանի վրա, թաղման բաղկացուցիչ կամ կարևոր մասն է, որը մենակ այդ դեպքում է կատարվում։ Եվ իսկ եթե մեկը առանց քահանայի է թաղված, ուրեմն քահանան հետո են քահանան կարա հետո գնա եւ հետո այդ արարողությունը կատարի այդ բաժինը։ Որովհետեւ ընդ թաղման ժամանակ նաեւ պահ կա, երբ որ հողը օրհնում ես եւ դագարի միջոցով դնում։ Բայց նույնիսկ ասեմ, չի կարելի վախենալ, այդ Քրիստոս հայրյանն է։
Հարցեր ունեք Գեորգ ջան։ Շնորհակալ եմ գնացին։ Հայր մեր օրենքինս սուրբ եղեցի անուն քո, եկես արքայություն քո եղեցին կամք քո, որպես երկինս եւ եգրի։ Ես հաց մեր անապազով, թող մեզ այսօր եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մենք թող մեր սպարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյաս մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, օրնյալ եղերուկի շնորհալ սուրբ ոգու երթայքի խաղաղություն, եւ Տեր մեր Հիսուս եղեցին ձեզ եւ Անդամի Մեսիանս ամեն։ Նոր ինչ մտածեցի, Աստված օրհնի ձեզ։ Ասում եմ Եհովայի վկան իր հավատի համար իր երեխուն արուն չի տալի։ Իսկ մենք մեր բարեկամը մահանում Աստծո հետ թշնամանում ենք։ Տանք այդ գիտելիքը եւ դաստիարակությունը Եհովայի վկան որտեղից պետք է մարդ ճարի, որ տանի Եհովայի վկա սարքի։ Եթե մենք այդ գիտելիքն ունենանք, եթե մենք փոխանակ Եհովայի վկայի վրա թքելու, այլ գնանք նստենք ինտերնետից ման գտնենք, փնտրենք, ամիսներ վատնենք, Աստվածաշնչում հատուկ տողեր անգիր անենք եւ այլ մեթոդիկա մշակենք նրանցից գոնե մեկին հետ բերելու համար, ոչ թե եկիս վտարելու համար։ Այն ժամանակ կարանք ասենք փորձեցիք եւ չեղավ։ Փորձել ենք, ես չեմ փորձել։ Փորձել ենք գոնե մի հատ երեխա դաստիարակենք, տանք Գևորգյան ճեմարան, որ այդ երեխին դառնա քահանա, ինչ որ հարց լուծի։ Փորձել ենք։ Հա, երեխա ենք դաստիարակել, տվել են Գևորգյան ճեմարան, որ հանկարծ բանակ չգնա։ Երեխա ենք դաստիարակել, տվել ենք ճեմարան, որ ամերիկաները եւ Ռուսաստանն եւ դարձնեն հանկարծ գյուղ քահանա չգնա դառնա։ Իրանք էլ եկել են գեղեցիկ, ինչքան չլուսավորված մարդկա դարձել են Եհովայի վկա։ Ո՞վ է մեղավոր։ Թող Աստված որոշի։